Արդեն առիթ եղել է, որ գնահատենք ոստիկանության գործողությունները։ Ընդհանուր առմամբ ոստիկանության գործողություններում զանգվածային հավաքների կազմակերպման մասով առաջընթաց ես նկատում եմ կապված 2008 թվականի դեպքերի հետ, եթե համեմատելու լինենք։ Բայց այն, ինչ կատարվեց Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ, կարծում եմ համաչափ չէր ոստիկանական առնվազն 2 ծառայողի վարքագիծը եւ բնականաբար դա պետք է առանձին քննության առարկա լինի։ Երթի հետ կապված պարոն Հովհաննիսյանը նախապես հայտարարել էր երթի մասին, ինչքանով ես տեղյակ եմ, այլ բան, որ ուղղությունը փոխվեց, դա էլ կարծում եմ առանձին վերլուծության քննարկման առարկա է, թե ինչու հատկապես այդպես ստացվեց, ինչու նախապես պլանավորվածը փոփոխության ենթարկվեց, եթե դա ընդամենը որոշակի մարդկանց պահանջն էր, որը փոխել տվեց որոշում կայացնողի որոշման հիմքերը եւ փոփոխություն, ապա ճիշտ չեմ համարում այդպիսի վարքագիծը։ Իսկ եթե նախապես ծրագրավորված էր, ապա վերջնական ելույթու նպատակը պետք է ավելի ընկալելի ու հասանելի լիներ, հասկանալի լիներ, թե ինչ է հետապնդվում այդ երթով։ Այնուամենայնիվ, ողջունելով պարոն Հովհաննիսյանի համարձակությունը, կարծում եմ, որ կարիք կա վերաիմաստավորելու այն պայքարը, որ տանում է նա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն ու տեսակետն է, եւ գտնում եմ, որ մեր առաջարկը, Դաշնակցության առաջարկը պահպանում է իր ուժը, այն է, որ քաղաքական միասնական օրակարգի շուրջ պետք է հրավիրվեն բոլոր քաղաքական ուժերը, թե դիմություն, թե ընդդիմություն, որպեսզի ձևավորվի մեր պետության, պետականության եւ ժողովրդի առջեւ ծառացած մեկ միասնական օրակարգ, որպեսզի համատեղ ուժերով իրականացնենք արմատական փոփոխություններ։ Եթե իշխանությունը կհրաժարվի, կնշանակի իշխանությունը պատրաստ չէ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու իր թե սահմանադրությամբ, թե էության սահմանումից։ Իսկ եթե չի հրաժարվի, կմասնակցի այդ միասնական օրակարգի ձևավորմանը, սա հնարավորություն կտա իսկապես իրականացնելու արմատական փոփոխություններ եւ ընդդիմությունը այս դեպքում կդառնա նաեւ այս պահանջատերը այն օրակարգի եւ փոփոխությունների, որը իշխանության համար կդառնա նաեւ պարտադրվող գործողություններ։ Պարոն Մինասյան, իսկ ինչպես է գնահատում Ռաֆֆի Հովհաննիսյանի Ռուսաստան այցը։ Ճիշտն ասած, չեմ կարող գնահատել, որովհետեւ այցի նպատակը, իմաստը իմ համար պարզ չէ, որն է այդ այցի նպատակը, իմաստը, եթե քաղաքական ուղղվածություն ունի այցը։ Երևի թե պարոն Հովհաննիսյանը ինքը պետք է այդ հարցին ավելի հստակ պատասխանի, ինչու է գնում Ռուսաստան եւ ինչ է ակնկալում Ռուսաստանից։